Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում դարձյալ բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Սովորաբար ստեղծագործող մարդը լիարժեք է դրսևորվում մի ոլորտում, բայց կան բացառություններ։ Այդ բացառություններից մեկն այսօր մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել կոմպոզիտոր, կատարողական դպրոցի մեծ վարպետ, դաշնակահար մանկավար Սուրեն Զաքարյանն իր դստեր Լիլիթ Զաքարյանի հետ։ Համեցեք, միացեք մեր զրույցին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, ժամանակ հատկացնելու համար, քաջ գիտակցում եմ, որքանով ստեղծագործող մարդու համար կարևոր է ժամանակը եւ անգնահատելի։ Եվ կուզեմ զրույցը սկսել ձեր համատեղ գործակցությունից, որովհետեւ երկու վառ արտահայտված անհատականություն, երկու տարբեր, բայց բավականին գունագեղ էմոցիաների դրսևորում եւ համատեղ համագործակցություն, այսինքն դուստր, որը ստացել է կրթվելու հնարավորություն եւ հավանականություն հոր մոտ եւ այսօր արդեն համագործակցության եզրեր ունեն, որքանով եք հաշտ ու համերաշխ եւ որքանով եք ըմբոստ, որքանով եք նույն դպրոցի մտածողության կրողը եւ որքանով եք հակասում եք այդ մյուսին։ Առաջինը ով սկսի։ Ես կարծում եմ, որ դուք կսկսեք ու հետո Լիկան կշարունակի, Լիլիթը կշարունակի։ Համաձայն ես։ Պիտի ասեմ, որ ժամանակին երբ որ ես սովորում էի Մոսկվայի կոնսերվատորիայում, այնտեղ այնքան էլ համարում էր ոչ այնքան ճիշտ, եթե հոր մոտ սովորում է զավակը, որը շարունակում է այդ գործը։ Չնայած Գենրիխ Նեգաուսի մոտ սովորել է Ստանիսլավ Նեգաուզը եւ այլն, բայց օրինակ իմ պրոֆեսորը Լև Վլասենկոն մի ահավոր վիճակ էր, մի դասարանում, երբ աղջիկը գալիս էր հոր մոտ դասի, մի ահավոր եւ ինքը ասում էր երբեք չի կարելի որ ծնողի մոտ սովորի երեխան, որովհետեւ դու այլ կերպ ես մոտենում դրան, ավելի սուբյեկտիվ ես դառնում, դե հարազատդ է, վերջ, եւ ամեն մի փոքրիկ բիծը քո համար դա ուղղակի նյարդայնացնում է ահավոր։ Տվյալ դեպքում պիտի ասեմ հակառակը։ Չեմ ուզում գովել, բայց պիտի ասեմ, որ ամենահանգիստ դասերը իմ մոտ եւ ամենահաճելի անցնում էին աղջկաս հետ, Լիկայի հետ։ Եվ պիտի ասեմ երկու պատճառ կա դրան, երևի մեկը որ նախ եւ առաջ ինքը այնքան կես խոսքից ամեն ինչ ըմբռնում հասկանում էր, որ ես առիթ չունեի նյարդայնանալ։ Եվ երկրորդը որ դե եթե տաղանդավոր մարդ չլիներ, երևի կնյարդայնանայի, այո։ Եվ մեկ էլ պիտի ասեմ մի բան, որ մեր հարաբերությունները տանը եւ դասարանում բացարձակապես տարբեր էին։ Դասարանում ես հայր չէի, ես ուղղակի դասախոս էի, պրոֆեսոր էի, այո, տանը ես հայր եմ, այսինքն մեկը մյուսի հետ չէր խառնվում, և այդ տարանջատումը մեր մոտ ստացվեց չափազանց սահուն։ Հիմա դու ասա, չգիտեմ, կարող է դու հակառակն ես մտածում։ Տեսնենք Լիկան ինչ արձագանք է տալիս այս հարցին եւ որ հակառակը չեմ մտածում, պարզապես երևի ճիշտ էր այն փաստը, որ փաստացի պապայիս հետ ես սկսեցի աշխատել, պարապել, սովորել հենց կոնսերվատորիայից։ Այսինքն մինչ կոնսերվատորիա հիմնականում մենք իրար հետ չէինք պարապում, եղել էին դեպքեր, որ իմ շատ սիրելի դասատու Էլզա Թանդիլյանը պապայից հրավիրում էր մեր դասերին, որևիցե ելույթից առաջ, կարևոր, որ պապան իր խորհուրդները տար, բայց հենց անմիջապես աշակերտ դասախոս այդ հարաբերությունները սկսեցին կոնսերվատորիայից, ես արդեն հասունացել այն մտքին, որ կարողանայի տարանջատել, որ պապաս չի, իմ դասախոսն է, որ ավելի լարված ինքս
ամեն ինչին վերաբերվեմ։ Բայց միջամտություն աշխատանքի հարցում, որովհետև երկուսդ անհատականություն եք եւ հնարավորություն եք ստացել կերտվելու ամեն մեկը ձեր մտածողությանն ու տեսակին համապատասխան։ Աշխատանքի մեջ համագործակցությունն ինչպիսին է, այսինքն եթե մեկ ուսանող գալիս է ձեզ մոտ դասի եւ հետո պետք է Լիլիթը աշխատի կամ հակառակը Լիլիթը աշխատի նրա հետ եւ հետո դուք աշխատեք, որքանով են նույնացված ձեր մոտեցումները։ Գաղտնիք չէ, որ այն ուսանողները, ովքեր հնարավորություն եւ բախտի են արժանացել առնչվելու Սուրեն Կարոյևիչի հետ, ուրիշ ոչ մի մանկավարժի ձեռագիր եւ մոտեցում չեն ընդունում։ Այն երիտասարդները, ովքեր այդ դպրոցը անցել են, ամբողջ կյանքում երախտապարտ են լինում եւ ամենուր համատությունը զուգահեռ են անցկացնում Սուրեն Կարոյևիչի հետ։ Այսինքն, այստեղ Լիլիթի աշխատանքը կրկնակի եւ երակի բարդացել է, բայց որպես գոլեգաներ, որքանով եք համախոհ, որքանով եք բնական որովհետև մարդ, որը սովորել է իմ մոտ 7, հա, ասպիրանտուրան էլ հետ է 7 տարի, արդեն այնքան է, ոնց որ ասի կես խոսքից ըմբռնում հասկանում, որ արդեն տեսակետները ոճական հեղինակի հետ կապված կամ տարբեր խնդիրներ, հնչողական եւ այլն այնքան են արդեն ձուլվում, սերտ աճել։ Այո, որ ոչ մի, այսպես ասած, խնդիր այդպեսին արդեն չի կարող լինի։ Ուրիշ բան, եթե համագործակցեի մեկ ուրիշ ասիստենտի հետ, որը ուրիշ մի տեղից ուղակի եկել է եւ ես նրան վերցրել եմ։ Այդ դեպքում այդ խնդիրը կարող էր առաջանալ։ Մեր դեպքում դա չկար։ Եվ փառք Աստծո։ Այդ նշանակում է արդյունքները առավել համոզիչ են լինելու եւ առավել միջազգային դաշտում ներկայանալի։ Ես կուզեմ անպայման խոսել երկու տարբեր ոլորտների մասին, ուր դրսևորվում եք, դրսևորվել եք եւ ստացել եք այն բոլոր հնարավորությունները, որոնք համարձակություն կարող են տալ անհատին ներկայանալու համար։ Խոսենք եւ կատարողական դպրոցից եւ կոմպոզիտորական դպրոցից։ Կատարողական դպրոցը ռուսական հենքն է, որին առնչվել եք, որը լիարժեք ուղնուցուցով ուսումնասիրել եւ հետո արտաբերելու, արտահայտելու հնարավորություն եք ունեցել եւ կոմպոզիտորական դպրոցը, որը դարձյալ խորհրդային է, բայց այնուամենայնիվ հայկական կոմպոզիտորական դպրոցի հենք է, որովհետև պարոն Միրզոյանի դասարանում եք սովորել։ Արդյոք մեծ են տարանջատումները եւ եթե կրթական դպրոցին անդրադառնաք, այդ ռուսական կատարողական դպրոց առայժմ զգալի է մեզանում, թե արդեն ունենք հայկական կատարողական դպրոց եւ որքանով էր հայկական կոմպոզիտորական դպրոցը իրականում հենք այսօրվա ժամանակում որպես կոմպոզիտոր ներկայանալու համար։ Ես ասեմ մի բան, կա այդպիսի խոսք ամեն բնակավարում գլոբալիզացիա։ Եվ պիտի ասեմ, որ հիմա այդ տարանջատումը դպրոցների ուղղակի գոյություն չունի, փաստորեն գոյություն չունի։ Ժամանակին ասում էին դեռ այն հին մեր պրոֆեսորները, շկոլը Իգումնովը, շկոլը Նեգաուզը, շկոլը Գոլդենվեզերը եւ այլն։ Այնքան դա դարավ միասնական, որովհետև խնդիրները նույնիսկ ես ասեմ, որ ինչ որտեղ այդ դպրոց հասկացողությունը բանը երաշտագետների հորինած խոսքն է, ըստ իս, որովհետև այնքան ամեն շահկապված է, որ էլ չեմ ասում, որ Մոսկվայից բոլորը գնացին, ծրվեցին Եվրոպա, Ամերիկա եւ շատ լավ պոզիցիաներ ունեն, դասավանդում են, մայստեր կլասեր են անցկացնում եւ այլն։ Այդ ամեն ինչ այնքան խառնվեց, որ էլ դպրոց հասկացողությունը կոնկրետ ուղղություն, որը տարբերվում է ինչ-որ բանով մի ուրիշից չկա։ Եվ այդ, այսպես ասած, ձուլվեց ամեն ինչ։ Կան ընդհանուր, համընդհանուր խնդիրներ, հասկացողություններ, պրոֆեսիոնալ մոտեցումներ, բայց տարանջատել դպրոցի արդեն ոչ։ Արդեն ոչ, որովհետև չկան այն վառանհատականությունները, ովքեր նոր թելադրանք ու նոր ուղղվածություն էին բերում, թե չկան, որովհետև անհրաժեշտությունը չկա եւ ամեն ինչ այնքան բացահայտված եւ հասանելի է դարձել։ Այո, հենց այդ արդեն դրա անհրաժեշտությունը կա ժամանակին եւ հետո կամաց դա արդեն դարավ անիմաստ։ Լուծվեցին։ Օրինակ, այո, օրինակ այսպեսի հայացք։
ռուսական դաշնամուրային դպրոցի հատկություններից մեկը ինչպես շփվել գործիքի հետ, որ նա երգի։ Քանի որ հարվածային գործիք է դաշնամուրը բոլոր դեպքերում, դա մեքենա է։ Դա ջութակ չի, կլարնետ չի, ֆլեյտա չի, այո, եւ վոկալ չի։ Հա։ Երգացնել եւ ժամանակին կար այդ Իգումնովի դպրոցից եկող այդ կային ինչ որ ձևեր, որ դա ինչպես ստանալ եւ խորհուրդներ։ Բայց դա հետո արդեն ժամանակները փոխվում են եւ դա այնքան դառնում է արդեն պարզ, մատչելի եւ բոլորին հայտնի։ Եվ հետո վերջը բանը աղանդից է գալի ամեն մարդու, ինքը կարող է լսել ինչ ուզի, տարբեր կատարողներ եւ կամ զգաց, վերցրեց, մտածեց, որովհետեւ ես միշտ ասում եմ, ամենահանճարեղ պրոֆեսորի մոտ սովորի, դա ոչինչ է, դու պիտի սովորես երաժշտությունից, դու պիտի անդադ լսես, տարբեր կատարումներ, նույն ստեղծագործության, տարբեր գործեր, եւ ծանոթանաս եւ գրականությանը, եւ կատարողական արվեստին, հետո ինչքան Աստված քեզ տվել է տաղանդ, արդեն դու այդքան կամ կընկալես կամ չես ընկալի։ Լսել, որի ունակությունը բոլորին տրված չէ եւ լսել կարելի է, բայց այդպես էլ չլսել այն։ Կարևոր բան ասեմ։ Շատ կարևոր է բիորիթմ հասկացողություն կա։ Նույն կատարողը, նույն ստեղծագործությունը։ Ես լսեցի, կապ չունի, ես ինչպես կատարող լսում եմ, որովհետեւ ինձ հետաքրքրում է կատարումը, թե ինչպես կոմպոզիտոր ես լսում եմ ինչ որ մի նոր տվյալ ստեղծագործություն, որ ինձ հետաքրքրում է։ Կարող եմ լսեմ 2 օր հետո, եւս 2 օր հետո, նույն կատարմամբ, նույն ստեղծագործությունը եւ տպավորությունները լինի տարբեր։ Ինչու, որովհետեւ դա կապ ունի նաեւ քո բիորիթմի հետ։ Օրվա որ ժամի եւ ինչ տրամադրության մեջ ես եղել եւ ինչ հոգեվիճակի մեջ ես եղել այդ պահին, որ դու կարողանաս դա այլ կերպ կամ այս կերպ ընկալես, ըմբռնես։ Նենց որ շատ բան գալիս է քեզնից, անձամբ քեզնից, նա արդեն կա, նրան չես փոխի, դու ես փոփոխվում եւ այդտեղ այդ ունկնդրելը շատ հետաքրքիր process է։ Եվ մարդու փոփոխությունը ամեն վայրկյան է տեղի ունենում, պարզապես դրա զգացումն ու գիտակցումը մենք չունենք։ Թե չկա։ Չէ, կա բնականաբար։ Չեմ ասում, դա ասում ես 2 օրվա մասին։ Նույնիսկ քո անձնական կատարման ձայնագրությունը, եթե լսում ես, չէ։ Ճիշտն ասած 2 օրվա տարբերություն չեմ զգացել տես բացահայտ, բայց մի ամիս, 2 ամիս բնականաբար զգացվում է։ Նույնիսկ սեփական կատարման ձայնագրությունը, հա, երբ արդեն այդ հնչողությանը ամբողջությամբ սովորել ես։ Ինչքան օգնում է, երբ որ քո ձայնագրությունն ես լսում, նույնիսկ աշխատանքային process-ի մեջ շատ կարևոր միջև ելույթ ունենալը դու ձայնագրես քեզ կողքից լսես, անչափ մեծ օգուտ է տալի։ Այստեղ մենք տարբեր բաների մասին ենք, չէ, ոչ թե մենք հիմա, ուղղակի տարբեր խնդիրներ կա, եթե կոմպոզիտորի աչքով եմ նայում, թե կատարողի աչքով եմ նայում, այստեղ կարելի է մի քիչ տարբերել եւ ուրիշ զգացողության մասին խոսալ։ Որ զգացողություն։ Եթե հարցն եք Սոնա ջան։ Միանշանակ իհարկե, ինձ որպես կոմպոզիտոր զգացողությունն եք ներկայացնելու հիմա։ Նախ եւ առաջ ասեմ, չեմ սիրում լսել ոչ թե ստեղծագործությունս, չեմ սիրում, այլ ուղակի դնել եւ հերթական անգամ լսել եւ հաճույք ստանալ իմ սեփական ստեղծագործությունից։ Այդ բանը չունեմ, ցանկությունը, որովհետեւ արդեն հնչեց, արդեն ապրեց իմ մեջ, արդեն այսպես ասած ծնվեց, ես լսեցի եւ ներքին լսողությամբ եւ հետո կենթանի կատարմամբ, եւ պիտի ինչ որ հիմարի նման դնեմ եւ հաճույք ստանամ եւս մեկ անգամ, չունեմ ես այդ բացարձակապես, վերջ, գնաց դարակը։ Ուրիշ բան է, որ ստեղծագործությունը, որ կայանա եւ ունենա իր դաշտը, եւ վերջապես իրոք կայանա, երևի այդ բառը հերիք է որ ասեմ։ Նա պիտի ոչ թե մեկ անգամ կատարվի, այլ շատ անգամներ եւ տարբեր կատարողներ պիտի կատարեն։ Մի անգամ Էդվարդ Միխայելիչ Միրզոյանի տանը նստած ես շատ բորբոքված խոսում եմ եւ ասում եմ Էդվարդ Միխայելիչ, այն ժամանակ ավելի
հեշտ էր կոմպոզիտորներին, որովհետև իսկույն եւ ձայնագրվում էր, եւ կատարում էին տարբեր կատարողներ, եւ տպագրվում էր, եւ այլն, իսկ հիմա ստեղծագործողը երջանիկ է, եթե վերջապես մի անգամ լսեց, կենթանի կատարվեց, այդ ձայնագրությունը վերցնում է, տանում է դնում է բարձի տակ եւ երջանիկ ապրում են, բայց ստեղծագործությունը չի կայանում այդպես։ Էլ չեմ ասում, որ պիտի ստեղծվի կատարողական տրադիցիաներ նույնիսկ։ Սա այսպես նվագեց, նա այնպես կատարեց եւ այլն, եւ մարդիկ, որոնք լսում են այդ տարբեր բաներ, կամաց դա դաշտ է ստեղծում եւ այդ ստեղծագործությունը դառնում է արժեքավոր։ Իսկ մեկ անգամով ամենահանճարեղ ստեղծագործությունը կկորչի եւ արժեք չի ապրելու հնարավորություն չի ունենա, իհարկե միանշանակ։ Բայց դուք չանդրադարձաք իմ հարցին եւ չնշեցիք արդյոք խորհրդային դպրոցը տվեց հնարավորություն հայ կոմպոզիտորական, հայկական կոմպոզիտորական դպրոցի ստեղծման։ Այսինքն այսօր արդյոք բացի այդ տեխնիկական մտածողության առումով մեր այո մեր երաժշտության մեր դասականները այսօրվա Արնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ղազար Օսարյան, Ադամ Խուդոյան եւ այլն, իրենք սովորել են դժը Մոսկվայում։ Մոսկվայում են սովորել։ Եվ այդ սնուցումը այնտեղից է եկել։ Պրոֆեսիոնալիզմի եւ բնական է, դա ուղղակի նույնիսկ կասկած չկա դրա մեջ։ Հայկական դարձավային։ Հետո նոր նրանք իրենց տաղանդի շնորհիվ կարողացան այստեղ էլ պետք է ասեմ, որ բոլոր դեպքերում դպրոցի մասին, որը ասեցի դաշնակարների մասին, այստեղ էլ ես չեմ գտնում, օրինակ ինչ է, Շոստակովիչի կամ Պրոկոֆիևը ուրիշ դպրոց էր, ոչ, դա էլ միասնական մի վիճակ է, եւ ես հակված չեմ տարանջատել դպրոցների ինչ որ, եւ այդ ուղղությամբ որ մտածում եմ, զգում եմ, որ սխալ է, ավելի ինչ որտեղ տեսական է, քանց պրակտիկորեն դա այդպես է։ Բայց իհարկե, այո, պայմանական ճակերտերում կարելի է ասել, բայց չի ասի, որ շատ էական է։ Ես կուզեմ հասկանալ ձեր վերաբերմունքը որպես արդեն այսքան տարիներ մանկավարժության ոլորտում դրսևորվող անհատականություն եւ արդեն մեծ փորձառությամբ եւ արդյունքով անհատի, ինչպես է գնահատում մրցույթները, որովհետեւ Լիլիթը բավականին մեծ հաջողություններ է ունեցել միջազգային դաշտում եւ այդ բոլոր փուլային մոտեցումները ունեցել է վաղ հասակից։ Որքանով է կարևորում կատարողի համար մրցույթներ հասկացությունը։ Որ կողմից մոտենամ։ Որից կկամենաք։ Մի կողմից շատ բացասական, մյուս կողմից դրական։ Եվ այդ մկրատը, չգիտեմ, ինչպես արտահայտվեմ, այդ մկրատը կա, որովհետև մի կողմից դառնում է սպորտ, հետո կարող է շատ տաղանդավոր մարդ, բայց մի փոքր նյարդային չկարողանա մրցույթում իրեն դրսևորի այդպես, իսկ մեկ ուրիշը, որը ոչ այդքան տաղանդավոր է, բայց շատ լավ նյարդային համակարգ ունի եւ այսպես այդ առումով իհարկե վատ։ Նամանավանդ որ չեմ սիրում, երբ որ այդ դափնեկրի կոչումը դարձնում են, որտեղ այնքան կան անարդարացի ստացած դափնեկիրներ, որ դա դարձնում են ինչպես դրոշ իրենց կյանքում եւ փորձում են դա բոլոր խնդիրները լուծել։ Այո։ Եվ հակառակը։ Մյուս կողմից դա կարելի է դիտել ինչպես բան, ստիմուլ, ինչպես ինչ որ մի կարևոր շրջան կյանքում, որ դու ունես հնարավորություն ձգտես եւ փորձես հաղթահարել եւ ինքդ քո համար եւ ուրիշներին համոզելով, որ դու կայանում ես եւ ինչքան տաղանդավոր ես, լավն ես, թե ոչ։ Այսինքն մի կողմից դա խթանող բան է, մյուս կողմից
Իմ մոտ երկու կարծիք է։ Երկու կարծիք է, միանշանակ չի։ Հետաքրքիր է հասկանալ Լիլիթի համար որքանով է նպաստող կամ խանգարող երևույթ եղել։ Այն որ դուք ձեր առավել զսպվածությամբ, կշռադատությամբ հաղթահարել եք այդ դժվարությունները եւ այն բոլոր հաղթանակները, որոնք այսօր կան, դրա ապացույցն են, բայց ներքուստ որպես կատարողի դա ինչ որ անջրպետ է եղել, որը հաղթահարել եք, բարդույթ է եղել, որը կոտրել եք, թե հեշտությամբ տրվել եք այդ հոսքին եւ համարում եք, որ այո, ձեր կայացման հարցում շատ կարեւոր էին մրցույթները։ Գիտեք, ես իրոք չեմ սիրում մրցույթներ։ Բայց իմ առաջին մրցույթը եղավ, երբ որ ես 9 տարեկան էի։ Ինչքան հիշում եմ, նման խոսակցություն չէր եղել, որ ինձ հարցնեին կուզենաս դու մասնակցես մրցույթին, պարզապես որոշվել էր, եւ ես մեկնել էի մրցույթին։ Մի խոսք ասեմ ուղղակի, որ Լիլիթը ասեց, բայց չեմ սիրում անկեղծ էլի, այն որ ես էի ասում, որովհետեւ ամեն մրցույթը դա ստրես է, ահա որ ստրես է։ Այն էլ երեխա ժամանակ, վայ։ 9 տարեկանում առանց հարցնելու Սուրեն Կարոյևիչ, ինչպես կարելի էր։ Մեկնել եմ մրցույթի եւ այդ մրցույթը ինձ ինչով օգնեց, որ այդ մրցույթից հետո նոր փուլ սկսվեց պարապելու առումով ինձ մոտ, որովհետեւ ինչ որ ստիմուլ հանդիսացավ եւ ես ավելի լուրջ սկսեցի վերաբերել պարապմունքներից եւ այդ առաջին մրցույթից հետո մայրիկիս ասեցի, որ ես անպայման ուզում եմ որոշ ժամանակ հետո մի հատ էլ ուրիշ մրցույթին մասնակցեմ, ինչ որ ավելի լավ ներկայանամ։ Այդ առաջին մրցույթին ես պարզապես դափնեկրի կոչում էի ստացել, այնուհետև եղավ հաջորդ մրցույթը, որտեղ ես արդեն ստացա երրորդ մրցանակը, այսինքն սենց փուլ առ փուլ ես սկսեցի բարձրանալ, բայց իհարկե իրոք դա ստրես է, երբ որ կա առողջ մրցակցություն, դա ողջունելի է, բայց ցավոք սրտի մեր ժամանակներում շատ հազվադեպ է այն երևույթը, որ դա իրոք առողջ մրցակցություն է, ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում Քեզ է Սոնա ջան չասեմ, երաժիշտ մարդ ես։ Միանշանակ, այո, դա ակներև է եւ միջազգային դաշտում, եւ կարծում ժամանակն էլ կապ չունի։ Իսկ ես կարող եմ հարց տամ։ Ես հիշում եմ քո փայլուն ելույթը Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթում։ Հիմա ոչ, ուզում եմ հարցնեմ, դա ստրես է թե ոչ։ Սարսափելի ստրես է։ Ուրեմն ես ճիշտ եմ։ Ներողություն հարցիս համար եմ։ Ուրեմն ես ճիշտ եմ։ Ես կուզեմ ուրեմն խոսենք մի շատ կարևոր եզրի մասին, որը երաժիշտների եւ հատկապես կոմպոզիտորների ցավալի կորիզներից, կետերից մեկն է, որին դուք ձեր խոսքում անդրադարձաք, ինչպես ստեղծագործել, որպեսզի ստեղծագործությունը ապրի։ Այստեղ հայր եւ դուստր համագործակցություն կա թե ոչ եւ այն անսամբլները, այն խմբերը, որոնցում պարբերաբար ինտեգրվում է Լիլիթը եւ այն նախաձեռնողն է լինում երբեմն նոր խմբերի ստեղծման, այն հարթույթները, հարթակները, որտեղ նա ներկայանում է, արդյոք տալիս են ձեզ այդ համագործակցության եզրը, որովհետեւ ես իմ գլխում չի տեղավորվում, ինչպես կարող է ստեղծագործող մարդը անընդհատ զսպի իրեն, զսպաշապիկով ման գա, անընդհատ էմոցիաները, իր մտքերը կաղապարի, որովհետև չկա համապատասխան կատարողական դպրոց, չկա որովհետև չկան անհատներ, այլ չկա որովհետև չկա համակարգված մոտեցում այդ ամենին, այսինքն նվագախմբային, օպերային, սիմֆոնիկ, անսամբլային, այդ համակարգային մոտեցումը, որ ժամանակակից հեղինակի ստեղծագործությունները պետք է հնչեն եւ տան հնարավորություն հասարակությանը ձևավորելու ճաշակ երաժշտության ընկալման հարցում։ Ժամանակակից երաժշտությունը եւ ստեղծագործողը դա երևի ինչ ասեմ, այնքան նեղ շրջանակի համար կարող է լինի այսօր էլիտար։ Չէ՞, երևի մարդկության պատմության մեջ եղել է, բայց այսօր ավելի է արդեն տեխնիկապես։ Օրինակ երաժշտություն հասկացողությունը ինչ որ մարդ մտավ վերելակ։ Մեղմ երաժշտություն է հնչում այնտեղ, ինչ որ ֆանավայա մուզիկա ռուսերեն ասում են, այո։ Եվ դա համարվում է երաժշտություն։ Առաջ եթե մարդը պիտի տրամադրվեր 2 օր առաջ, նստեր այդ ֆայտոնը ոնց է ձի, ֆայտոն, այո։
գնար, հասներ ինչ որ մի դահլիճ, մեքենա էլ չկար այն ժամանակ, հագնվեր, մոմեր են եւ այլն, ինքը գնում էր որ լսի։ Հիմա սեղմում ես կոճակը ինտերնետից, ինչ ուզում լսում ես։ Եվ չնայած ես պիտի ասեմ, որ շատ ուրախալի է, որ մեր համերգ դահլիճները մեծ մասամբ լեփլեցուն են։ Եվ նույնիսկ եթե նույն երեկո երկու տեղ է համերգ տեղի ունենում, երկու տարբեր մեմահարթակներում, բան է, գրեթե դահլիճը լիքն է։ Ուզում եմ ասեմ, որ դա մի կողմից ինձ նույնիսկ լավ իմաստով զարմացնում է, բայց մյուս կողմից իհարկե ժամանակակից ստեղծագործողը ինքը գրում է շատ էլիտար, նույն ինչ ասեմ, 1-2%-ի համար ընդհանրապես։ Կարող եմ ուրիշ բան ասեմ, հետաքրքիր։ Ես կոնսերվատորիայի պրոֆեսոր եմ, ճիշտ է, դաշնամուրային բաժնում, այո, բայց ես համարում եմ, որ իմ կյանքի նպատակը, իմաստը եւ առաջնակարգը ստեղծագործելն է։ Հիմա նույնիսկ իմ մեր դաշնամուրային ամբիոնի ֆակուլտետի, այսպես ասեմ, դասախոսները եւ պրոֆեսորները նրանք ոչ մի ստեղծագործություն չեն լսել նույնիսկ։ Այնքան նրանք գտնվում են այդ ժամանակի մեքենա, Շոպենի, Ռախմանինովի, Բրամսի, Շումանի, Շուբերտի բանի տակ, այսպես ասած, ոգևորվածության, որ նույնիսկ ոչ ոք չի ասում, իսկ չես տալ ասեմ ես քո ստեղծագործությունը, քո ձայնագրությունը, ինչպես երաժիշտ, որ հետաքրքրի, ես երբեք չեմ առաջարկի, որովհետև դա ես համարում եմ սխալ։ Մարդ պիտի ինքը ուզի եւ քայլանի։ Այդ դեպքում ինչով է զբաղված օրինակ կոմպոզիտորների միությունը, որտեղ սա փորձում է ֆինանսներ, ամեն ինչը այդ անտեր գումարի մեջ է։ Իհարկե հնարավորին չափ ինչքան կարող է, ինչքան նախարարությունը մշակույթի կտա, կամ պիտի գտնել ինչ որ հովանավոր ընկերություններ։ Եվ այսպես քիչ-քիչ փորձել կատարողներին է պետք վճարել։ Մեկը մյուսի հետևից։ Եվ քիչ-քիչ փորձել, եւ եթե քո ստեղծագործությունը 3 տարվա ընթացքում մեկ անգամ միությունը կարողացավ հաղթարի այդ պատնեշը ֆինանսների եւ աջակցի որ կատարվի, դու արդեն երջանիկ ես։ Այնպես որ ժամանակները ամբողջովին ուրիշ են եւ շատ ծանր են։ Հաճախ եք հարկադրված ենթարկվում ժամանակի թելադրանքին եւ օրինակ, չգիտեմ, ծնվում է ձեր մեջ սիմֆոնիա, բայց փակում եք այդ սիմֆոնիայի դռները եւ գրում եք կվարտետ, որովհետեւ կվարտետը կհնչի։ Այսինքն դավաճանում եք արդյոք սեփական ծնունդին եւ համարում, որ ավելի լավ է կատարվի այդ ստեղծագործությունը եւ ոչ հետո տարիներ անց անդրադարձվի եւ գնահատվի։ Ես կարծում եմ, որ անկեղծ ստեղծագործողը այդպիսի կոմպրոմիսի չի գնում։ Կան որոնք գնում են։ Ես գիտեի։ Կան որոնք գնում են, բայց ես նրանցից չեմ, որովհետեւ փաստորեն ես ասեմ, երբ դու ստեղծագործում ես, երբ դու աշխատում ես, այսինքն մեկուսանում ես աշխարհից ամեն ինչից, ես շատ եմ սիրում Դիլիջանում օրինակ, կոմպյուտերների տանը, անտառում եւ փոկված ամեն ինչից ընդհանրապես ես չկամ, գոյություն չունեմ, ես եմ։ Ու եւ դու գրում ես քո համար։ Միայն հիմա կասեք այդ էգոյա, թե գեղեցիկ բառեր կա ասել։ Ես գրում եմ իմ եւ Աստծո համար, Աստված թողենք հանգիստ Աստված։ Հա։ Շատ ենք ծանրաբեռնում։ Մի քիչ շատ ենք ծանրաբեռնում, այո։ Դու գրում ես քո, որտեղ չես կարող չգրել, որովհետեւ դե պահանջը կա եւ դա քեզ տանում է, դու ուզում ես։ Դա քո դա ամենաերջանիկ պահերն են քո կյանքում։ Այն էլ ասեմ, երբ որ նյութը գալիս է հանկարծ, չգիտես որտեղից։ Չնայած Աստծուն հանգիստ ենք թողնում։ Չգիտես որտեղից է գալի եւ երբ գալիս է մի պահ, որ նույնիսկ նյութն է քեզ տանում,
ոչ թե դու ես հրում անընդհատ զսպանակ կա ինչ որ այդպես էլ է լինում, որ կասկածում ես, կանգնում է մեկ էլ ստեղծագործությունը եւ սպասում ես մինչեւ նորից կուտակվի, հասունանա եւ շարունակվի։ Բայց մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, դա ամենաերջանիկ պահերն են։ Եվ ոչ մի ստեղծագործող, որ անկեղծ ստեղծագործում է, այդ րոպեին չի մտածում, որ ստեղծագործությունը հետո ում համար եմ գրում, հետո կհնչի, չի հնչի ընդհանրապես։ Ընդհանրապես դա հետո հաջորդ փուլն է, որ նույնիսկ ասեմ, այն երջանկությունը, որ ստեղծագործողը ունի այդ պահերին ստեղծագործման, դա դրանից հետո նույնիսկ եթե պիտի կատարվի ստեղծագործություն, դու գնում ես փորձը լսես տվյալ նվագախմբի կամ կատարողների, այ դա դաժան է։ Դու արդեն երջանիկ չես, դու արդեն կծկվում ես, որովհետև այնքան ասելիք ունես, որ ճիշտ ամեն ինչը նրանք կարողանան հնարավորին չափ մատուցեն, որ այդտեղ դու արդեն նյարդայնանում ես։ Իսկ երբ որ դու ինքդ քո հետ ստեղծագործում ես, այդ ճախրում ես եւ դա ամենաերջանիկ պահերն են։ Իսկ թե հետո ինչպես բախտը, այսպես ասած, ճակատագիրը կկառուցվի, այդ արդեն։ Ես պատկերացնում եմ հիմա որքան կոմպոզիտորներ նստած եւ ասում են Երանի Սուրեն Կարոևիչին, որ այդ զգացողությունները ունի, որովհետեւ շատերը իրենցից որպես ինքնանպատակ ստեղծագործող ներկայանալու համար պարզապես այս ոլորտն են ընտրել իրենց համար եւ այդ բերկրանքի զգացումը չեն կարող ունենալ ցավոք։ Բայց ես ասեմ, մյուս կողմից, եթե կա պատվեր, եւ դու պրոֆեսիոնալ կոմպոզիտոր ես, եւ քեզ կատարողները ինչ որ մի կոլեկտիվ տալիս է պատվեր, ես կարծում եմ յուրաքանչյուր ստեղծագործող մեծ հաճույքով դա կընդունի եւ կանի, որովհետեւ դա ոգևորիչ պահ է նախ եւ առաջ, երկրորդը արդեն դու գիտես, որ հաստատ պիտի կատարվի եւ դա քեզ ոգևորում է եւ մեծ հաճույքով դու կարող է այդ պահին դու ուզում ես գրել սիմֆոնիա, բայց դու կամ ինչ որ սոլո, ինչ որ մի ստեղծագործություն, այո, բայց օրինակ ես ունեցա պատվեր ժամանակին Լուսավորքի Արամ Ղարաբեկյանից եւ շատ մեծ ոգևորվածությամբ այդ պահինի պլանները ու ծրագիրը մի քիչ ուրիշ էր, բայց դա ինձ ոգևորեց եւ մեծ հաճույքով ես այդ ստեղծագործությունը գրեցի եւ պրեմիերան ինքը անցկացրեց, հա։ Ես ունեի պատվեր նաեւ Ջոել Սաքս Նյու Յորքից դիրիժոր եւ Լինկոն կենտրոնում ինքը պրեմիերան անցկացրեց այդ ստեղծագործության եւ ես մեծ ոգևորվածությամբ գրում էի։ Դա էլ շատ կարեւոր բան է ստեղծագործողի համար, երբ կան կատարողներ, որոնք խնդրում են եւ պատվիրում են քեզ։ Հետաքրքիր է, բայց դուք կարող եք ձեր ճակատագրով եւ կարծում եմ այդ հնարավորությունները շատ են եղել արժանանալ բոլորովին այլ հարթակի եւ այդ միջազգային համագործակցության եզր ունենալ։ Ես միշտ, քանի որ պարբերաբար միջավայրումս հայտնվում են մարդիկ, ովքեր ձեր ուսանողներն են, ձեր դպրոցն են անցել եւ ես մեկ անգամ պատահաբար բախտի բերմամբ հայտնվել եմ ձեր դասերից մեկին եւ մտածում էի ոնց կարող է մարդը 40-45 րոպեների ընթացքում այսքան մեծ ինֆորմացիա տալ, այսքան տպավորիչ եւ այսքան մեծ հեղաշրջում իրականացնել կատարողի ներաշխարհում եւ տալ հնարավորություն արվեստի այս տեսակը սիրելու, որովհետեւ հատկապես խորհրդային դպրոց անցած մարդիկ հակառակը սովորաբար բարդութավորում եւ փակում էին ստեղծագործող կատարողին։ Դուք այդ բոլոր եզրերը բացում եք եւ ունենալ այդ բոլոր միջազգային կառույցների հետ շփման եւ համագործակցության հնարավորությունները եւ հրաժարվել Դիլիջանում ստեղծագործելու համար շատ դժվար է ընկալել եւ հասկանալ։ Այսինքն այսպեսի բան կար, հումորով ասում են, բոլորը գիտեն, որ ես կոնսերվատորիայում եմ, որովհետև շատ նյարդային ու ոգևորված, շատ ոչ թե զայրացած, այլ ձայնս լսվում էր ամբողջ այդ երրորդ հարկում, եթե ես դաս եմ տալի, ու բոլորը գիտեն, որ ես ուրեմն եկել եմ։ Ինչ եմ ուզում ասեմ, բայց ես երազում եմ ապրել Դիլիջանում ընդհանրապես եւ չդասավանդել։ Չնայած 16 հատ դափնեկիր եմ տվել, հաշվում էի։ Այո, բայց եւ իմ մոտ շատ լավ է ստացվում, կներեք անհամեստության համար։ Բայց ես նյարդայնանում եմ։ Ես ուզում եմ գնամ
գտնեմ իմ անդորը, իմ լռությունը, բնությունը եւ իմ համար ստեղծագործեմ, որովհետեւ բոլոր դեպքերում դասավանդելը, վայ Աստված ջան, ախր դա ինչ որ միջև բերում հասցնում ես ինչ որ մի քննության կամ մրցույթի այդ ուսանողին քայքայվում ես եւ ստեղծագործող մարդու համար դասավանդելը միևնույն է մնում է անշնորհակալ գործ։ Ես համամիտ եմ մեծ առումով, բայց ես կարծում եմ, որ ձեր դեպքում դա այնքան մեծ շնորհակալանքի եւ շնորհակալության եւ երախտիկի արժանացած գործ է, որովհետեւ ասում եմ աշխարհի որ ծայրում լինեմ, եթե հանդիպում եմ դաշնակահար, ով ավարտել է Սուրեն Կարոևիչի դասարանը, նա եթե հանդիպել ենք եւ զրուցում ենք 15 րոպե, 15 րոպե զրուցում եւ հարցնում է Սուրեն Կարոևիչից։ Եթե 1 ժամ է, նա խոսում է Սուրեն Կարոևիչից։ Եթե 3 օր է, նա խոսում է, դուք բոլորի կյանքում այնքան մեծ հետք եք թողել եւ այնքան մեծ հնարավորություններ եք տվել իրենց ձևավորվելու ոչ միայն որպես կատարող եւ ունենալու հաջողություններ, այլ նաեւ կողմնորոշվելու որպես մարդ, որպես անհատ բաց լինելով ձեր սեփական գիտելիքի հանդեպ, որովհետև շատ կարևոր է այն ինչ ունես հեշտությամբ փոխանցել եւ թողնել վերցնողի խղճի վրա, այսպես ասած։ Դուք այդ բոլոր հնարավորությունները տվել եք եւ իսկապես այդ շնորհակալական խոսքերը ես ամենուր լսում եմ։ Չկա կոնսերվատորիայում նման օրինակ պրոֆեսոր ու դասարանը ավարտել են այդքան շնորհաշատ մարդիկ եւ այդքան համախմբված շնորհակալ են։ Ուրեմն ֆիլհարմոնիայի մեծ դահլիճ, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ։ Այո։ Լիլիթը որտեղ դարավ դափնեկիր։ Այո։ 3 փուլ պիտի նվագի։ Ուրեմն առաջի փուլն է, ասենք ես գնացել եմ եւ այդ վերևի բալկոնում դիրեկտորական են ասում հայերեն թե ինչպես, հա։ Մի խոսքով առանձին մենակ եմ, որովհետեւ հանձնաժողովը նստած էր այն մյուս թևում, հա։ Ես մենակ կողքս հետս ոչ ոք չկար։ Ես մենակ նստած եմ, Լիլիթը դուրս է գալի բեմ, մրցույթ է։ Ու հետաքրքիր զգացողություն էր իմ մոտ, ասում էի, ես հիմա ավելի շատ հուզվում եմ, ինչպես իր պրոֆեսոր, թե ինչպես իր հայր։ Դες հետաքրքիր խառնվել էր այդ զգացողությունները իրար հետ։ Ու չեմ կարող նույնիսկ բառերով բացատրեմ։ Բայց շատ կողմնորոշման եկավ, շատ հետաքրքիր բան էր։ Եվ ես հասկացա ուրիշ բան, որ ես պիտի կարողանամ այնքան կոտրեմ հուզմունքը իմ մեջ, որ հանկարծ իմ հուզմունքը չանցնի բեմ Լիլիթին։ Այդ պատճառով բայց գտա այդ ձևը։ Չէիք լսում այլևս։ Գաղտնիք է։ Չէ, պապան միշտ է լսել։ Այդ պատճառով մայրս երբեք ինձ չէր լսում, չէր կարողանում ներկա գտնվել դալիճ, միշտ գնում էր։ Ու բացի նրանից, որ ինքը գնում էր դալիճում չէր, նաև սենց ակաջները փակման էր գալիս, որ հանկարծակի ոչ մի նոտա չլսե, այո։ Որ հուզմունքը չփոխանցվեր։ Իսկ ես 2 դերում նստած։ Բարդ պատասխանատու, բայց հաճելի գործ։ Որ կոտրեմ իմ հուզմունքը, որ չանդրադառնա իրան։ Ես ասում եմ, так, ելույթը ինչքան է տևելու։ Մոտավորապես, ասենք առաջի փուլը 35 րոպե, 40 րոպե, ասենք թե։ Ասում եմ, դու մի հատ վերևից տիեզերքից նայի, այս փոքր բրնձի հատիկը, բրինձ, երկրագունդ անունով, եւ այնտեղ մրջունանոց է, չէ։ Հիմա այս 35 րոպեի ընթացքում միջև Լիլիթը բեմում է։ Երկրագնդի վրա քանի միլիոն մարդ կհասցնի մահանա։ Ավտովթար է, էս է, կամ բնական մահով եւ այլն, կամ մարդասպանություն է, կամ ինչ որտեղ կոնֆլիկտ է, զինվորական եւ այլն։ Քանի միլիոն մարդ միջև այս 35 րոպեում երկրագնդում կային ու չեն լինի։ Դու որ վերևից նայում ես դրան, քո հոգեբանությունը փոխվում է եւ դու կարողանում ես արդեն այդ բանը ներքին հեվոցը կորում է, արդեն սկսում ես հանդարտ շնչել ավելի իմաստուն եւ ավելի հերվից փիլիսոփայի նման նայել ամեն ինչին։ Եվ դա չափազանց շատ լավ դեղատոմս է հուզմունքը հանելու։ Հանճար եղել ասված։ Սուրեն Կարոևիչ մոնտաժ չկա։ Կրկնակի, երակի, ոչ մի դեպքում ես նույնիսկ կառաջարկեմ սա որպես օրվա պարտադիր նախապայման բոլորին պարբերաբար լսել, որովհետև իսկապես շատ կարևոր կոսմոպոլիտ մարդու մտածողություն։ Ավելացնեմ այդ դեպքում
երաժիշտները ասում են նաբիս, այդ ասածից։ Եթե առավոտյան արթնացար, ուրեմն արդեն բախտդ բերել է։ Եթե դու այդ հոգեբանությամբ ես ապրում, դու դառնում ես շատ ավելի բարի, ոչ թե շատ, այլ ամբողջովին բարի։ Դու դառնում ես արդար, դու չես դաժանանում, չես չարանում, դու դառնում ես ավելի հասկացող շատ բաների եւ նախ եւ առաջ դու ինքդ ես ապրում ավելի հարմոնիկ եւ եթե բոլոր մարդիկ կարողանան մարդկա նայում ես ասում ես այ մարդ սրան թվում է ինքան մահա ես ինչ անում Իսկ դուք ասում եք, որ ես չեմ ուզում դասավանդել, ես գնամ ստեղծագործեմ, բա ուր են կորելու այս մտքերը եւ ինչպես ենք կարողանալու առնչվել, շփվել եւ կորզել։ Մակասի եկեք Դիլի ջան։ Այդ իմ երազանքը կլիներ, որ իրենք մի հատ միկրոավտոբուս եւ ես Դիլիջանում ապրեի, ստեղծագործեի, իսկ ուսանողներս ես դա կազմակերպեի, ամբողջովին իմ վրա վերցնեի եւ նրանք գային շաբաթը երկու անգամ Դիլիջան, այդ բնության մեջ գործիք կա, ամեն ինչ կա, մայստեր կլաս անցկացնենք, այդ համահունչ այդ բնության եւ հետո գնայի նորից Երևան։ Ես իմ բոլոր դրական մտքերը եւ զգացումները ուղարկում եմ տիեզերք, որպեսզի այդ ձեր ցանկությունը իրականություն դառնա եւ առաջիկայում ես էլ որպես վարպետության դասի սիրահար գամ լսեմ եւ ինձ համար նոր բաներ քաղեմ։ Ես մեծ հաճույքով առանց դրա եմ հրավիրում։ Մեծ սիրով, անչափ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը, կլանված լսում ես եւ ամեն մի բառը գնահատում, բայց ժամանակը մոտենում է ավարտին, եթերը սահմանափակ է ժամանակային առումով, ունենք վերջնահարց, որի պատասխան ուզում եմ ձեզնից լսել։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Ձեզ համար ես եմ։ Դա հրաշք է։ Դա իմ համար հրաշք է։ Որովհետև ես չեմ կարող բացատրել։ Ինչպես նո ասում են մի կյանքեր են լինում եւ այլն, ես բուդդիստ չեմ։ Ես չեմ կարողանում հասկանամ, ինչպես կար մեկ անվերջություն, արդեն մի անվերջություն իմ մեջքի ետևում, հետո հանկարծ ես կամ եւ նորից գնալու է անվերջություն մթության մեջ։ Եվ այդ եսեմը ես կարող եմ ասել, դա հանելուկ է, դա անբացատրելի մի բան է, ուղղակի անհնարին է դա նույնիսկ ըմբռնել, տեղավորել քո մեջ եւ փորձել դրա մասին մտածել։ Որովհետեւ գիտեք, մարդու կյանքը տեզերական կես վայրկյան էլ չի տևում, դա։ Կես վայրկյան էլ չի տևում։ Հիմա մեկ ասի ես եմ, որովհետեւ այս կառուցեց, այս արեցի, այն արեցի։ Հա, դա բոլոր դեպքերում, եթե նայում ենք մի քիչ բարձրից, այդ եսեմը կարելի ասել, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, ես հանելուկ եմ, շուրջս ամեն ինչ հանելուկ է, բայց ես եմ այն առումով, որ հնարավորին չափ ինչքան կարող եմ, որ լինեմ մաքուր արդար, անկեղծ բարի, եւ ես եմ, որ ես ունենամ իմ սիրելի գործը եւ ունենամ հնարավորություն դա անեմ։ Լինի դա կատարող, լինի դա կոմպոզիտոր, լինի նկարիչ, լինի քանդակագործ, որ այո, եւ ինքը շնչում ապրում է այդ հանելուկի մեջ, բայց շատ բնական։ Եվ շատ ծանր է, երբ որ մարդիկ կան, որ իրենց գործով չեն զբաղվում եւ տառապում են ամբողջ կյանքը։ Երևի այդ հարմոնիայի մեջ կարելի է գտնել ես եմ հասկացողությունը։ Անչափ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ բացատրություն, շատ հետաքրքիր մոտեցում, ինչը ինձ էլ մտածելու առիթ տվեց եւ այդ հրաշքին հավատալու, այդ հանելուկին ու հրաշքին հավատալու առիթ տվեց։ Անչափ շնորհակալ եմ, հուսամ, որ հանդիպումները կշարունակվեն եւ ելի առիթներ կլինեն զրուցելու։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ։ Շատ հաճելի։ Վստահ եմ նմանապես։ Վստահ եմ, որ հաճույք ստացաք, ոգևորվեցիք, ոգեշնչվեցիք, այդ հանելուկն ու հրաշքը ձեզ համար էլ դարձավ բացահայտում եւ հնարավորություն առավել գեղեցիկ տեսնելու այս աշխարհը, չկենտրոնանալու սեփական ցանկությունների վրա եւ առավել գնահատող լինելու, ոգեշնչվելու, սովորելու կարողությունը չկորցնելու, արժանիքը պահպանելու վրա։ Անչափ շնորհակալ եմ, հանդիպելու ենք վաղը 18:55-ին։ Կրկին ասելու բարև, ես եմ։ Լավն եք դուք։ Դա դու, հիմա ես որ ես խոսում ես, լսի ինչ խորն ես, ֆանտաստիկ խոսում ես։
Պետիսն ես Այդ տաղանդը, Սոնա, այդ տաղանդը, ֆանտաստիկ տաղանդ ունես։ Դե հիմա որ հեծել չէ։